Նոյը Արարատ լեռան կատարին է եւ ամբողջ մարդկության պատմությունը երկրորդ անգամ սկսում է Արարատ լեռից եւ Արարատ լեռից Իջևանում է առաջի տեղը Նոյը եւ այն կոչվում է ըստ հայրերի նախ Իջևանը, որ կա, չնայած մենք պատմության մեջ կարդում ենք նախ Ջավան եւ այլ տարբերակներով, բայց այդպես է տպավորված հայրերի մոտ, որ նախ Իջևան, առաջի Իջևանաստեղը Նոյի նախ Իջևանն էր։ Եվ ես վերջերս երբ եղա նաեւ Մայրաթորում եւ ինչպես գիտենք գլխավոր խորանի տեղ տակը Մայրաթորի կա կրակարան։ Այնտեղ հետաքրքիր է, որ գիտերից մեկը ասաց, որ ահա այնտեղը, որտեղ Նոյը առաջի զոհը մատուցեց։ Այսինքն կարծես թե Էջմիածին ինքը հավերժական պաշտամունքի Աստծո երկրպագության տեղն է լինում եւ այդ այնտեղն է, որտեղ ծիածանը կապվում է եւ հաշտությունը մարդկության եւ Աստծո միջև կնքվում է։ Եվ աստվածաշնչյան եւ ընդհանրապես հին աշխարհի բազմաթիվ պատկերացումներում մենք տեսնում ենք, որ մարդը օժտվում է բանականությամբ, սակայն զրկվում է անմահությունից եւ դրանով իսկ միջանկյալ դիրք գրավելով աստվածայինի եւ կենդանականի միջև։ Սակայն դրանով մարդը երբեք չդադարեց հավիտենական կյանքը որոնելուց եւ անմահության որոնման սյուժեն դառնում է մարդկության պատմության մշտական ուղեկիցը։ Հին Արևելքում անմահություն որոնող հիմնական հերոսը Գիլգամեշն է, հանրահայտ հերոսը, որի մասին մեզ հասել են հին արևելյան բազմաթիվ լեզուներով վիպասքներ, պատումներ, էպոսներ գրի առնված եւ նրանցում Գիլգամեշը փաստորեն իր անմահության որոնման նպատակակետ է դարձնում հայկական լեռնաշխարհը։ Աստվածաշունչը թերթելով վերադառնանք գանք դեպի Սենարի դաշտերը, ինչ դաշտեր են սրանք, բաբելոնյան դաշտեր են, փաստորեն նկարագրում է, թե ինչպես Նոյի սերունդները հետագայում թողեցին ուրեմն հայոց լեռնաշխարհը եւ իջան Սենար դաշտերը։ Նման ուրեմն տվյալներ մենք հանդիպում ենք Աշուրնասիրբալ, ուրեմն արքայի թողած արձանագրություններում, թե ինչպես լեռներից իջան ուրեմն նախորդները քաղդեացիների եւ քաղդ եւ հայք բառերը ինչպես են ընդհանրանում, բայց դրա համար մենք մի քիչ քննենք, տեսնենք ինչ եղավ այնտեղ Բաբելոնում։ Ուրեմն մենք գիտենք, որ մի լեզվով էին խոսում նրանք։ Այսինքն Նոյը խոսում էր ինչ լեզվով, պարզ է, այն լեզվով, ինչ որ խոսում էր Ադամը։ Մի լեզվով էր մարդկությունը խոսում։ Եվ Բաբելոնյան աշտարակի այդ կառուցման մենք գիտենք, թե ինչպես Աստված խոսում է նույնիսկ հոգնակի դեմքով, թե ինչպես որ մենք իջնենք եւ խառնենք նրանց լեզուները, որտեղ գիտեր, ասում են ոչինչ չի խանգարելու, որ նրանք իրենց չար ծրագիրը կատարեն։ Եվ երբ խառնում են լեզուները, մարդիկ խումբ հեռանում են։ Եվ ամեն մեկը գնում է երկրատարածքը, իր երկրատարածքը, եւ այնտեղ ով է, որ վերադառնում է Նոյի երկիրը, մենք տեսնում ենք, որ հայկն է։ Խորենացին հետաքրքիր մի տվյալներ ունի։ Ասում է, երբ վերադարձավ հայկը, այնտեղ կային դեռ մարդիկ, որոնք ընդունեցին հայկին։ Շատ կարևոր եզրակացություն եմ համարում, ընդունելով հետևյալը եւ համապատասխան նաեւ Ինջիջյանի եզրակացությանը, որ փաստորեն հայկի լեզուն չփոխվեց։ Լեզվաբանության մեջ կա մի այսպիսի հասկացություն՝ նոստրատիկ հայրենիք։ Ինչ է սա նշանակում։ Սա այն հայրենիքն է, որտեղ բոլոր ազգերը եւ ցեղերը ապրել են մինչև լեզվախմբերի բաժանվելը։ Նոստրատիկ լեզվաբանության այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Արչիբալդ Սեյսը եւ Ալան Բոմհարդը, տեղորոշում են նոստրատիկ նախահայրենիքը հայկական լեռնաշխարհի բնատարածքում եւ հարակից շրջաններում։ Այս միտքը զարգացրել են շատ հայագետներ, որոնք փաստորեն նոստրատիկ հայրենիքը տեղորոշում են Վանա լճի արևմտյան եւ առհասարակ Վանա լճի շրջակայքում, Մուշ-Սասուն տարածքը ներառյալ։ Գիլգամեշի մասին վիպասքի խեթական տարբերակում Գիլգամեշը ճանապարհում է անմահների երկիր Եփրատի հունին հետևելով, բարձրանալով դեպի հյուսիս։ Հետաքրքիր է, որ
աքադական տարբերակում կամ բաբելոնյան տարբերակում արդեն, որը զարգացավ էպոսի աստիճան, Գիլգամեշը անցնում է այն մաշու կամ մասու լեռները, որոնք ըստ միջագետքյան աշխարհընկալումների պահպանում էին տիեզերակարգը, նրանց ակունքները հասնում էր Սպանդարամետին անդրաշխարհին, իսկ նրանց գագաթները երկնքին էր հասնում եւ նրանք պահպանում էին արեգակը։ Գիլգամեշը անցնում է մաշու լեռները, Մասյուս կամ Մասիոն լեռներն են հայկական լեռնաշխարհի հարավը եզերող, ապա անցնում է Խավար մութ աշխարհով եւ որից հետո հասնում է անմահության ծաղկի երկիրը։ Ձեռք է բերում անմահության ծաղիկը, սակայն վերադարձին նրանից անմահության ծաղիկը գողանում է օձը։ Հետաքրքիր է, որ ինչպես Աստվածաշնչում, այստեղ եւս օձը դառնում է մարդկության մահկանացու դառնալու պատճառը։ Մենք գիտենք, որ Սողոմոնի տաճարը կառուցելու համար Սողոմոն արքան ինչպես շատ մեծ լայն կապեր ստեղծեց նաև հարևան պետությունների հետ, մենք ծանոթ ենք Քիրամարքայի հետ։ Քիրամարքան, որը որոշ գործողություններ վերցնում է իր վրա, մենք Նարեկացու հայտնի տաճարին նվիրված այդ տաղերը ունենք, որ ինչպես էր կոզակը կոզակին կապում եւ այլն։ Բայց այնտեղ կան ուրեմն որոշ գավառների անունով, որտեղ հրավիրում են մարդկանց, որոնք սպասարկում են նաև տաճարի ուրեմն կառուցման համար հատուկ տրանսպորտ, դա ջորիներն են, ձիերն են եւ այլն, եւ երբ նայում ենք Ինկլիզյանի Հայաստանը Սուրբ գրոց մեջ գիրքը, տեսնում ենք, որ ծոպած գավառից են գալիս այդ գրասները եւ այլն, եւ երկաթը նույնպես բերվել է հայոց աշխարհից։ Ահա, այսինքն հայերը մասն են ունեցել իրապես Աստվածկերտության Հիսուսի հոր տաճարի կառուցման առումով։ Անմահության որոնման սյուժեն այնքան տարածված էր ամբողջ հին արևելքում, որ հետագայում այդ սյուժեի մեջ պարզապես տեղի ունեցավ գլխավոր հերոսի փոփոխություն եւ հելենիստական դարաշրջանում Գիլգամեշին գալիս է փոխարինելու Ալեքսանդր Մակեդոնացին։ Եվ Ալեքսանդր Մակեդոնացին, որ իրականության մեջ երբևէ ոտք չի դրել Հայաստան, հունական վեպում, որը գրի է առնվել Քրիստոսից առաջ 240 թվականին արդեն, ինչպես նաև ասորական կամ սիրիական տարբերակում Ալեքսանդրի վեպի, Ալեքսանդր Մակեդոնացին անմահության հասնելու համար բռնում է ճանապարհը դեպի հայոց երկիր, որտեղ ակունքներն են Եփրատի եւ Տիգրիսի։ Ուշադրություն դարձրեք, Գիլգամեշը բռնում է ճանապարհը դեպի Արատտա, Ալեքսանդր Մակեդոնացին ճանապարհվում է դեպի հայոց աշխարհ։ Գիլգամեշը գնում է Եփրատի հոսանքն ի վեր, Մակեդոնացին շարժվում է դեպի ակունքները Եփրատի եւ Տիգրիսի։ Գիլգամեշը անցնում է Մասու լեռները, Մակեդոնացին անցնում է Մասիս լեռնաշղթան, ոչ թե Մասիս լեռները, այլ Մասիս լեռնաշղթան։ Դրանից հյուսիս շարժվելով երկու հերոսն էլ անցնում են Սև մութ աշխարհով, ապա երկու հերոսն էլ հասնում են անմահության ծաղկին։ Այսպիսով թե սյուժետային մանրամասների եւ թե աշխարհագրական տեղայնացումների քննությունը ցույց է տալիս, որ հին աշխարհում գոյություն է ունեցել անմահության որոնման մասին մի մեծ սյուժե, որը շարունակել է գոյություն ունենալ հելենիստական աշխարհում եւ այդ սյուժեի մեջ կենտրոնական դեր է խաղացել հայկական լեռնաշխարհը որպես անմահության պահպանող երկիր։ Ուստի եւ հին արևելքի գլխավոր հերոս Գիլգամեշը եւ հելենիստական աշխարհի գլխավոր հերոսը Ալեքսանդր Մակեդոնացին ուղևորվում են դեպի հայկական լեռնաշխարհ եւ այս պատկերացումների համաձայն անմահություն տենչացող յուրաքանչյուր հերոս պետք է բռներ ճանապարհը դեպի հայոց աշխարհ։